Վիոլաջուր Փակ բաժնետիրական ընկերությունը հանձնաժողովի 25 թվականի սեպտեմբերի 32 որոշումներով երկու դեպքում էլ տուգանվել է 10 միլիոն դրամ գումարի չափով նախապես հրապարակված ջրամատակարարման գրաֆիկների խախտման, ինչպես նաև հանձնաժողովի կողմից հաստատված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների խախտման համար։ Տելեկոմ Արմենիա բաց բաժնետիրական ընկերությունը հանձնաժողովի 25 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ տուգանվել է 10 միլիոն դրամ գումարի չափով ընկերությանը տրամադրված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի պայմանների խախտման համար։ Եվ վերջապես էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր Փակ բաժնետիրական ընկերությունը հանձնաժողովի 25 թվականի մարտի որոշմամբ տուգանվել է 1 միլիոն դրամ գումարի չափով հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնի խախտման համար։ Ինչպես յուրաքանչյուր տարի 2025 թվականին ևս հանձնաժողովի գործունեության կարևորագույն ուղղություններից է հանդիսացել սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։ Մասնավորապես 2025 թվականին սպառողների կողմից հանձնաժողով է ներկայացվել 3460 դիմում բողոք, որոնցից 1906-ը գրավոր և իսկ 1554-ը գրավոր, որոնց սահմանված կարգով հանձնաժողովի կողմից տրվել է ընթացք։ Ձեզ տրամադրված տեղեկանքի հավելվածում այս դիմում բողոքների մասով կա բացվածք և պարզ երևում է, թե ստացված դիմում բողոքների որ մասն է հանձնաժողովը բավարարել, որ մասն է մասնակի բավարարել, որ մասն է վերահասցեագրվել։ Հաջորդը Վիոլաջուր Փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի պայմաններին համապատասխան 2025 թվականին ճշգրտվել են խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման բազիսային սակագները, որի արդյունքում 26 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած սակագները ևս մնացել են անփոփոխ գործող սակագների մակարդակին։ 2025 թվականին մշակվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոններում փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է հստակեցնել պատշաճ ծանուցման ձևերը, ինչպես նաև բարելավել ջրային համակարգին միացման գործընթացը, մասնավորապես բազմաբնակարան շենքերի և թաղամասերի դեպքում միացման համար դիմող անձ է սահմանվում կառուցապատողը, հստակեցվում է նոր միացման դեպքում մատակարարին ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը, գյուղատնտեսական նշանակությամբ հողամասերի մասով ջրային համակարգին միացումը նախատեսվում է տեխնիկական պայմանների տրամադրման կամ միացման պայմանագրի կնքման միջոցով, բազմաբնակարան շենքերի և թաղամասերի մասով սահմանվում է, որ մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը պահանջվող ջրաքանակը մատակարարի կողմից կապահովվի շենքի ավարտական փուլում։